Ռադիոլոգիական մեթոդները նախ իրանք բաժանվում են հիմնական երկու ճյուղի՝ գլոբալ, ճառագայթային եւ ոչ ճառագայթային։ Հիմնականը ավելի շատ վախում են ճառագայթային մեթոդներից, որոնցից է դասական ռենտգենը, համակարգչային տոմոգրաֆիան, պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան, մամոգրաֆիան, որտեղ օգտագործում ենք մենք ռենտգենյան ճառագայթներ։ Եվ մարդկանց մեջ տպավորությունը ճառագայթի դա նշանակում է, որ իրանց մոտ կարող են առաջանալ ստոխաստիկ էֆեկտներ, այսինքն շատ ավելի հանրամատչելի լեզվով, այսինքն ուռուցքային ինչ-որ փոփոխություններ տվյալ ճառագայթներից, դրանից իրանք խուսափում են։ Բայց ես sense մի հատ պարզ ճշմարտություն կարող եմ կիսվել, որը որ ես իմ բոլոր բուժառուներին, բոլոր պացիենտներին ասում եմ, եթե մեթոդը արդեն ներադրվի բժշկության մեջ, նա ինքը իրենով վնաս չի կարող հանդիսանալ։ Ոչ ճառագայթային հետազոտման մեթոդները կուզեմ թվեմ, դա դասականը դա սոնոգրաֆիան է, որտեղ ճառագայթ չկա, ուլտրաձայնն է, դա մագնիտորեզոնանսային տոմոգրաֆիան է, որտեղ մագնիսական դաշտն է։ Այսինքն այդ պարագայում դուպլեքսը, դոպլերը, դրանք բոլորը սոնոգրաֆիայի ճյուղեր են։ Նրանք կարող ես դու անցնես, չասեմ անսահմանափակ, բայց խելացի տարբերակով, բայց առանց ճառագայթային այսինքն ծանրաբեռնվածության։ Այսինքն որպես այդպիսի միֆը հենց դրանում է գալիս, որ գլոբալ առումով պացիենտները կամ իրենց հարևաններից են ինչ-որ մի բան ճշտում, կամ հիշում են Չեռնոբիլի ժամանակները, կամ էլ, ասենց ասեմ, շատ լավ չեն իրազեկում իրենց ուղղորդող բժիշկները։ Ես կարող եմ վստահ ձեզ ասել մեր հանրությանը, որ ոչ մի ռադիոլոգ Հայաստանի Հանրապետությունում ի վնաս պացիենտի երբեք ինքը ծառայություն չի մատուցի, այդ միանշանակ համոզված եղեք։